Քննարկենք Նյուտոնի ձգողականության օրենքը։ Ինչ է դա իրենից ներկայացնում եւ որտեղ է կեղծիքը։ Մենք հայերս պետք է հասկանանք, որ ինչպես քաղաքականության մեջ, ինչպես բնությունում ամեն ինչ, նույնպես գիտությունում մեզ խաբում են, որպեսզի ինչ-որ մեկը լինի ուժեղ, դա Անգլիան է իրեն մի քանի մտերիմ երկրների միջոցով եւ մնացածը լինեն թույլ։ Դրա համար դիտարկենք այս բանաձևը, որը Նյուտոնի ձգողականության օրենքն է։ F-ը հավասար է, ուժը հավասար է գրավիտացիոն հաստատուն, որը իբր նրանք ստացել են, սա էլ է կեղծիք, այս մասին, եթե ցանկանաք այլ ֆիլմում կխոսենք, երկու մարմինների մասսաների արտադրյալը բաժանած նրանց միջև եղած հեռավորության քառակուսում։ Դրա համար մենք դիտարկենք այս ամբողջը, որը հաստատուն է, կոնստանտ։ Երկրի մասսան եւ գրավիտացիոն հաստատունը բազմապատկած, դա հաստատուն թիվ է, որը հավասար է այս թվին, ավ է քառակուսում, ան դա լուսնից երկիր եղած հեռավորությունն է, միջին, այսինքն լուսնի մեծ առանցքը, երկրագնդի շուրջը պտտվելու, տիեզերական տվյալներով եթե խոսենք, վեն, դա նրա միջին արագությունն է, որով նա պտտվում է երկրագնդի շուրջը, լուսինը, որը նույնպես հավասար է ժ քառակուսում, ժ-ն դա ազատ անկման արագացում է երկրագնդի վրա, R-ը դա երկրագնդի շառավեղն է, որը նույնպես հավասար է A1 V1 քառակուսում։ A1-ը դա նույնպես երկրագնդի շառավիղն է կամ ինչ-որ տեղ գտնվող մարմնի հեռավորությունը երկրագնդից, V1-ը երկրագնդի վրա առաջին կոսմիկական արագությունը կամ տվյալ դիրքում մարմնի արագությունը։ Եվ այս ամենը կոնստանտ է, եթե մենք վերցնենք ավ քառակուսին եւ լուսնի տվյալները տեղադրենք այստեղ, ապա մենք կստանանք երկրագնդի համար այս հաստատուն թիվը, որը ցույց կտա, թե որտեղ, եթե մենք հաշվենք ինչ-որ տիեզերական մարմնի հեռավորություն երկրագնդից, ապա անմիջապես մենք այս բանաձևով կստանանք նրա արագությունը, ինչ արագությամբ է պտտվում, կամ եթե ունենք արագությունը, կարող ենք իմանալ հեռավորությունը, որտեղ է նա գտնվում տվյալ պահին։ Դրա համար նախ եւ առաջ Նյուտոնի բանաձևը ստուգելուց առաջ դիտարկենք Կեպլերի բանաձևը։ Գիտությունը մեզ ներկայացնում է այս բանաձևը, իբր դա Կեպլերի բանաձևն է կամ Կեպլերի բանաձևը ձևափոխել են եւ կատարելության հասցրել, այդ ձևով կարելի է ասել։ Այսինքն մարմինը, որը պտտվում է գլխավոր մարմնի շուրջը, նրա ժամանակի քառակուսին, բաժանած նրա մեծ առանցքի խորանարդին, դա հաստատուն թիվ է եւ հավասար է 4π քառակուսու գրավիտացիոն հաստատուն բազմապատկած մասսայով։ Այստեղ կա սխալ եւ սխալը գտնելու համար կատարենք այսպիսի քայլ։ Մենք գիտենք, որ m-ը հավասար է, մասսան հավասար է ըստ իրենց բանաձևերի, ազատ անկման արագացում բազմապատկած տվյալ մարմնի շառավողով բաժանած գրավիտացիոն հաստատունի։ Բայց քանի որ այստեղ մենք դիտարկեցինք այս ամենը, որը կարող եք հաշվել եւ ստանալ, որ սա նույնպես հաստատուն է, ինքներդ կարող եք կատարել այդ հաշվարկները եւ ստանալ, ապա այստեղ նաեւ ավ քառակուսին պետք է հավասար լինի m-ը բաժանած ավ քառակուսի բաժանած գրավիտացիոն հաստատունի։ Սա նույնպես պետք է լինի այս բանաձևում։ Դրա համար ինչ կատարենք մենք։
այս բանաձևից M-ն հավասար կլինի AV քառակուսու։ Եթե մենք այստեղ, քանի որ եթե մասսան այս բանաձևն է MG, ապա այստեղ դուրս է գալիս եւ մնում է AV քառակուսի։ Եթե մենք սա տեղափոխենք այստեղ, ապա կստանանք այսպիսի մի բանաձև։ A քառակուսի T քառակուսի անգամ A, այս A-ն է, որը տեղափոխվել է V քառակուսի, հավասար է 4p քառակուսի, այս A խորանարդը տեղափոխվել է այս կողմ, որից հաշվենք T քառակուսին հավասար կլինի այս թվին, A և A խորանարդը կրճատվել են, և T-ն հավասար կլինի վերջնական արդյունքը 2p A բաժանած V, որը ստացել է Կեպլերը, և Կեպլերը ապացուցել է, որ տիեզերական մարմինները շարժում են, իրեն շարժումը էլիպսական շարժում է, բայց դա ճշմարտություն չէ, ոչ բոլորինն է էլիպսական, եթե հասարակածով է շարժվում կոնկրետ հասարակածով, նա շրջանագիծ է, բայց Կեպլերի այս բանաձևը ապացուցում է, որ մեծ առանցքը բազմապատկած 2p A-ով, դա ստանում ենք մի շրջանագիծ, որը հավասար կլինի նրա անցած ճանապարհին, և որը բաժանենք V-ի հավասար կլինի այն ժամանակին, որը անցնում է տիեզերական մարմինը կատարելով մեկ պտույտ գլխավոր մարմնի շուրջը։ Սա է իրոք Կեպլերի բանաձևը, որը ձևափոխել են, մտցնելով գրավիտացիոն հաստատուն և մասսա իբր կախված է սրանցից, որը սա ամենամեծ կեղծիքն է, կեղծելով գիտնականի իրական բանաձևը։ Այժմ դիտարկենք միայն այս մասը D-ն նետենք, դիտարկենք T քառակուսին բաժանած A խորանարդի հավասար է կոնստանտ։ Նախորդ էջում մենք ունեինք T քառակուսու արժեքը, որը ստացել էինք, եթե այս արժեքը տեղադրենք այստեղ, ապա մենք կունենանք այսպիսի հավասարում։ A խորանարդը A քառակուսու հետ կկրճատվի, քանի որ 4p քառակուսին հաստատուն թիվ է և AV քառակուսին տեղափոխենք վերև, ապա մենք կստանանք AV քառակուսին հավասար է կոնստանտ, այն ինչը սկզբում ցուցադրեցի, որ դա կոնստանտ է, և Կեպլերի բանաձևերը իրականում սրանք են։ Այստեղ մենք չենք տեսնում ոչ մի գրավիտացիոն հաստատուն, ոչ մի մասսա, քանի որ տիեզերական մարմինները, որոնք պտտվում են գլխավոր տիեզերական մարմնի շուրջը, ապա նրանք գտնվում են անկշռության մեջ, և նրանց մասսան նշանակություն չունի, օրինակի համար, եթե մենք Յուպիտերի և երկրագնդի տեղը փոխենք, Յուպիտերը պետք է շարժվի 30 կիլոմետր վայրկյանին մոտ արագությամբ Արեգակի շուրջը, իսկ երկրագունդը պետք է շարժվի լուսնի Յուպիտերի արագությամբ, քանի որ նշանակություն չունի նրանց մասսան, քանի որ նրանք գտնվում են անկշռության մեջ, և հենց այստեղ է խարդախությունը, այստեղ այն գաղտնիքը, որ նրանք մեզ փորձում են հիմարեցնել։ Այժմ իրականում դիտարկենք արդեն Նյուտոնի բանաձևը, ինչպես են ստացել նրանք այս ձգողականության բանաձևը։ Նյուտոնը երկրագնդի վրա կատարելով փորձեր, F-ը հավասար է m-ի արագացմանը, եթե մարմինը շարժվում է արագացումով, հետո ազատ անկման արագացումը, այս բանաձևը ինչ-որ տեղ ճշմարտություններ ունի, բայց ընդհանրապես սա նույնպես ճշմարիտ չի։ Միայն երկրագնդին կամ որևէ մարմնի հարվածելու ժամանակ մենք կարող ենք որոշել այս ուժը, իսկ մինչև հարվածելը այս մարմինը գտնվում է անկշռության մեջ և այս ուժը հավասար է 0-ի, բայց դա թողնենք մի կողմ, դիտարկենք այժմ սա, M-ը հավասար է, սա իրենց բանաձևն է, սա իմ գրածն է, սա իրենցն է, ազատ անկման արագացում բազմապատկած տվյալ մարմնի շառավիղի քառակուսին բաժանած գրավիտացիոն հաստատունի։ Այստեղից մենք որոշենք ազատ անկման արագացումը։
կլինի գրավիտացիոն հաստատուն մարմնի մասսա բաժանած R քառակուսու։ Այս J-ի արժեքը տեղադրենք այստեղ, մենք կունենանք Նյուտոնի այս բանաձևը։ Ինչ նշանակություն ունի սա, թե սա, որ երկուսն էլ նույն բանաձևն են իրենցից ներկայացնում։ Եթե մենք այստեղ վերցնենք լուսինը կամ այլ տիեզերական մարմին, ապա F-ը հավասար է 0-ի, քանի որ նա գտնվում է անկշռության մեջ, շարժումը դա այլ երևույթ է, դա այժմ չեմ ասի այդ մասին, թե ինչու է շարժվում լուսինը երկրագնդի շուրջը, այդ մասին չենք խոսի, միայն բանաձևի սխալն ենք դիտարկում։ Եվ եթե սա նույն բանաձևն է, ձևափոխած բանաձևն է, եթե մարմինը գտնվում է անկշռության մեջ, M-ը հավասար է 0, թեկուզ այստեղ M-ը հավասար է 0, այս ուժը հավասար է 0, այսինքն չկա ձգողականություն, բայց որպեսզի համոզվեք սրանում, կատարենք փորձ։ Իրենք վերցնում են մեկ մարմին, երկու մարմին, մենք կվերցնենք 3 մարմին։ Այժմ որոշենք այս տիեզերական մարմնի կամ արբանյակի հեռավորությունը լուսնից եւ երկրագնդից, որպեսզի այս մարմինը ունենա մեկ արագություն եւ երկրագունդը եւ լուսինը նրան ձգեն հավասարապես, գտնվի այնպիսի վայրում, որ նրան ձգեն հավասարապես։ Դրա համար գրենք F1-ը հավասար է F2-ի եւ V1-ը հավասար է V2-ի։ F-երը բացենք, կստանանք այսպիսի բանաձև, J-երը կկրճատվեն, M1-երը կկրճատվեն, այսինքն դա նշանակություն չունի այդ արբանյակի մասսայից եւ մենք կստանանք այսպիսի բանաձև։ Աղյուսակի ձեզ վերցրել եմ, դուք նույնպես կարող եք վերցնել կամ Վիկիպեդիայից կամ որևէ տեղից վերցնելով երկրագնդի եւ լուսնի մասսան, նրանց հարաբերությունը կլինի 81:3, այսինքն նաեւ նրանց հեռավորությունների տարբերությունը, քառակուսիների տարբերությունը պետք է լինի 81:3։ A1-ը բաժանած A2-ի կստանանք քառակուսի արմատ 81:3, կստանանք 9,017 մոտավոր այս թիվը։ Եվ անհավասար է A1 պլյուս A2, դա արդեն գծագրից երևում է շատ հասարակ բան է։ Հասնենք առաջ, լուծենք այս երկու հավասարում սիստեմ։ A1-ի արժեքը, A1-ը հավասար է A2 անգամ 9,017, տեղադրենք այստեղ եւ կստանանք այսպիսի բան։ A2-ը լուծելով այս հավասարումը կստանանք մոտավորապես այսպիսի թիվ։ A1-ը հավասար է A-ից հանած A2 կստանանք այս թիվը, սրանք այս թվերը։ Եվ այս թվերը սրանք կեղծ են։ Հիմա կապացուցեմ ինչու են սրանք կեղծ, որը չի կարող լինել։ Եթե մենք վերցնենք թեորիապես կշեռ կամ տվյալ հարաբերություններով երկու գունդ դնենք կշեռքի վրա, այնպես նրանց հեռավորությունները, որպեսզի նրանց մասսաները նախորոք 81:3 անգամ իրարից տարբեր է, ապա մենք կստանանք այսպիսի մի բան, մեզ պետք է գտնել x-ը, թե ինչ հեռավորության վրա դնել այս կենտրոնը, որպեսզի կշեռքը գտնվի հավասարակշռության մեջ։ Քանի որ երկրի եւ լուսնի մասսաների հարաբերությունը 81:3 է եւ նրանց առանցքների միջև եղած հեռավորությունը այսպիսին, ապա այս x չափը հավասար կլինի նրանց միջև եղած հեռավորությունը բաժանած 81:3 մի մաս է լուսնին է 82:3 եւ կստանանք այս թիվը։ Իսկ եթե մենք ուզում ենք արբանյակի տեղը, նույն այս x թիվը լուսնից պետք է տեղափոխենք այս կողմ, այսինքն նա պետք է x շափով լուսնից հեռու գտնվի այս կետում։ Իսկ մենք ինչ ենք ստացել։ Ստացել ենք Նյուտոնի մոտ, որ նա գտնվում է շատ անգամ
0.17 անգամ այս կողմ, շատ անգամ այս կողմ, դա ինչ է նշանակում, դա դուրս է գալիս, որ երկիրը ավելի թույլ է ձգում, քան լուսինը, լուսնի ձգողական ուժը ինչ-որ չափով մեծանում է, եթե 3 մարմին ենք դիտարկում, երկրագնդինը փոքրանում, որը հնարավոր չէ, քանի որ եթե դա կախված է մասսայից, նրանց մասսաների հարաբերությունը այստեղ, այսինքն տիեզերական մարմինը պետք է գտնվեր այստեղ, բայց նա գտնվում է ինչ-որ մի կեղծ այս կետում։ Որից հետո կատարենք Կեպլերի բանաձևի ստուգումը, ինչպես գիտեք, ստացանք այս բանաձևը, որը Կեպլերի իրական բանաձևն է, եւ Կեպլերի բանաձևով հաշվելուց հետո եւ գրաֆիկական կառուցում կատարելուց հետո ես ստացել եմ այս թիվը, որը ճշմարիտ թիվ է։ Եթե մենք կատարենք այս բանաձևով երկրագնդի համար եւ լուսնի համար ստանանք այս երկու կորերը, ապա նրանց հատման կետը կլինի այն կետը, որտեղ գտնվում է այդ տիեզերական մարմինը եւ նա կունենա, տեսնում եք, միայն մեկ արագություն, այստեղ կունենա միայն մեկ արագություն եւ կգտնվի հեռավորությունները այնպիսի հեռավորության վրա, որի մասին խոսեցինք։ Հիմա հաշվարկները ձեզ ցույց կտամ, ովքեր ցանկանում են կարող են դիտարկել դա հաշվել, եւ ինչ է նշանակում, որ Նյուտոնի ձգողականության օրենքը դա սխալ է, քանի որ R քառակուսին է այդտեղ մասնակցում, նրանք որքան էլ դա փորձել են ծածկադմփոց անել, ես սա գտել եմ 7-րդ դասարանում, երբ ասում են Նյուտոնի ձգողականության օրենքը, թե 8-րդ դասարանում, էր անմիջապես տանը դիտարկեցի 3 մարմին, շատ տարիներ առաջ եւ գտա, որ սա սխալ է։ Այս նույնը արդեն նախորդ կատարված հաշվարկի ձևով եմ ցուցադրում, այստեղ կա, այստեղ հաշված է այդ ամենը, կարող եք կանգնեցնել բոլոր հաշվարկները նորից հաշվել դիտարկել, եւ այստեղ միայն ավելացված է արագության հաշվարկը, քանի որ ավ քառակուսին կոնստանտ է, R1-ը ունենք այսպիսին, R-ը ունենք այսպիսին, ապա երկրագնդի կոնստանտը հավասար է լուսնից եղած հեռավորությունը, լուսնի միջին արագությունը այս թիվն է, իսկ լուսնինը ես վերցրել եմ սովետական արբանյակի տվյալներով ստացել ենք այս թիվը, որը կարող եք վերցնել նաև ազատանկումը լուսնի վրա եւ նույն ձևով հաշվել կստանաք նույն այս թիվը։ Եվ ավ քառակուսին երկրագնդի համար այս թիվն է, լուսնի համար այս թիվն է։ Վեմ հավասար կլինի երկրագնդի հաստատունը բաժանած այդ հեռավորության վրա, V1-ը լուսնի հաստատունը թիվը բաժանած R1-ի վրա։ Եվ մենք կստանանք երկու տարբեր արագություններ, որը հնարավոր չէ, այդ մարմինը պետք է ունենար մեկ արագություն եւ R քառակուսին դա սխալ է։ Այս բանաձևը ինքը սխալմունք է։ Այժմ Կեպլերի երրորդ օրենքով կատարենք ավ քառակուսին կոնստանտ, ավ քառակուսին կոնստանտ երկրագնդի համար ունենք, լուսնի համար ունենք եւ պետք է ստանանք V-ն հավասար V1-ի։ Երկրագնդի ավ քառակուսի հաստատունը բաժանենք լուսնի ավ հաստատունը հաստատման վրա, մենք կստանանք այս թվերի հարաբերությունը, որը նույնպես նրանց մասսաների հարաբերությունն է։ Տեսնում եք, Կեպլերի բանաձևը նա մեզ չի խաբում, մենք ստանում ենք այն, ինչ պետք է ստանայինք։ Եվ այստեղ կատարելով հաշվարկներ մենք ստանում ենք կոնկրետ այն թվերը, որ թվերը մենք ստացել ենք այն նույն ֆիլմի ժամանակ եւ ստանում ենք այստեղ միայն մեկ արագություն, որը ճշմարտություն է։ Լավ, բացվեց այս էջը, խոսեմ այս էջի մասին նույնպես։ Ըստ Նյուտոնի օրենքի երկիրը 100 կիլոգրամանոց մարդուն պետք է ձգի 100 կիլոգրամ ուժով կամ 980 նյուտոն ուժով, որը դա խաբեությունն է,
ոչ մեկի երկիրը իրեն չի ձգում։ Եթե մենք երկրի վրա ենք, թռչում ենք նորից ընկնում ենք երկրի վրա, դա պատճառը այս է, որ մենք չունենք այս արագությունը։ Եվ մենք չունենալով բարձր արագություն, իսկ երկիրը ունի բարձր արագություն եւ իր առանցքի շուրջը եւ արեգակի շուրջը, դրա համար մենք ընկնում ենք մոտակա տիեզերական մարմնի վրա, հենվում ենք մոտակա տիեզերական մարմնի եւ իմ բանաձևերով դա այսքան կիլոգրամ է միայն, որով մենք հենվում ենք երկրի։ Եթե մենք մեզ երկիրը ձգեր այսպիսի ուժով, ապա 100 կիլոգրամ ուժով ձգում է եւ ոտքերի վրա 100 կիլոգրամանոց մարդու ոտքերի վրա պետք է ընկներ նաեւ 100 կիլոգրամանոց ուժ 200 կիլոգրամ ոտքերի վրա, իսկ ծանրորդը բարձրացնում է 300-400 մոտ բան, պլյուս իր քաշը 200, դա հնարավոր չէ, կարող եք դիտարկել եւ ոսկորները սրան չէին դիմանա։ Եվ եթե մենք վերցնենք մոտ 1 տարեկան երեխայի, որը 10 կիլոգրամ քաշ ունի, 10 կիլոգրամ ուժով եւ նրան ձգեն եւ նա նոր է սկսում ման գալը, դա հնարավոր չէ, այդ երեխայի ոսկորները կոտրվեն։ Եվ սա ցույց է տալիս նաեւ, որ այստեղ խաբեություն է։ Դա նույնն է, եթե դուք նստում եք արագ վարվող մեքենա, զգում եք, որ հենվում եք մեծ արագությունների տակ, ավելի ամուր եք հենվում նստատեղին, քան ցածր արագությունների տակ։ Եվ նույնպես մենք այստեղ միայն հենվում ենք երկրագնդին, քանի որ ամենամոտ մեզ գտնվող մարմինը երկրագունդն է։ Այստեղ կան տարբեր բաներ, որոնց գիտությունը չի բացատրում։ Օրինակ, երկիրը պտտվում է այսպիսի արագությամբ իր առանցքի շուրջը, բայց առաջին տիեզերականը դիտարկեք 16 անգամից ավել մեծ է։ Այսինքն, եթե այստեղ 100 կիլոմետր բարձր մենք սպուտնիկ ենք թռցնում, նա պտտվում է շատ ավելի արագ, քան երկրագունդը։ Պատճառը ինչն է։ Չկա ձգողականություն, սա այլ խնդիր է, որի պատասխանը ես ունեմ, բոլոր հարցերի պատասխանը ունեմ, բայց քանի որ Հայաստանը այսօր գտնվում է ոչ լեգիտիմ մարդկանց ձեռքում, չեմ կարող Հայաստանում սա լուսաբանել, սա պետք է լինի հայ ազգի սեփականությունը, բացի դա ես գիտնական եմ համարում, օրինակի համար Անանյա Շիրակացուն, բայց Միկոյան եւ այլն այդ կոնստրուկտորները, որոնք ծառայել են այլ երկրներին, նրանց գիտնական չեմ համարում, հայ գիտնական չեմ համարում։ Հայ գիտնականը դա այն սրբությունն է, որ պետք է ամեն ինչ տրամադրվի միայն մեր ազգին։ Ձեզ ինչ է թվում, չեմ կարող մի քանի կամ գոնե մեկ Նոբելյան մրցանակ ստանալ։ Ես չեմ վաճառում հայի գաղափարը այլ երկրների։ Դրա համար նաև ինտերնետում այս մասին չի խոսվի։ Խոսվի միայն գիտության սխալների մասին, եթե կցանկանաք, այսքանը միայն։